այս ինչ որ կատարեցին կոչվում է հայրապետական մաղթանք։ Հատուկ շեշտելու եւ հայտարարելու համար, որ երեկվա կատարվածը ինչը որ մեր բոլորի կամքին հակառակ էր եւ ինչ որ մենք որակավորում ենք նաեւ ոչ թե միայն մեր կամքին հակառակ, այլ կանոնին հակառակ, գործող կանոնին հակառակ, որը նաեւ կարելի է ասել հակառակության ոգով։ Հակառակության ոգով գործում են նրանք, ովքեր գործում են սատանայի թելադրանքով։ Հիմա այդ ոգով կատարվեց ըստ մեր մեկնաբանության եւ ընկալումների, այդ ոգով կատարվեց 3 Սուրբ 7 վերքում, այսպես պատարակ անվանվամբ արարողություն։ Ուրեմն ավելին չվերցնեմ իմ վրա ասելու համար, թե դա պատարակ էր թե ոչ, դա յուրաքանչյուր մեկը կիմանա, եթե կանոնական շեղում կա, ուրեմն ինքը ինչ է իրենից ներկայացնում։ Բայց քանի որ հենց դա այն շեղումն էր, որտեղ նպատակային եւ դիտավորյալ կերպով զեղչվում էր հայրապետի անունը, որը պատարակի տեքստի կանոնական ձևակերպում է։ Հետևաբար, եթե դա զեղչվում է, տեքստը կանոնականությունից շեղվում է, թերանում է։ Եվ միևնույն ժամանակ նաև մեր շատ սիրելի առաջնորդի Միքայել Սրբազանի անունը, որը նույնպես կանոնական շեղում է։ Այսինքն, մեր եկեղեցում անկախ մեզնից եւ մեր կամքին հակառակ կանոնական շեղմամբ արարողություն է կատարվել, մենք փորձեցինք վերականգնել այս կանոնականությունը միասնական օրեն։